Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ եւ Ավետարանի հավաքի քրիստոնյաներ եկեղեցու սպասավոր պարոն Ռոբերտ Երվանդյանի հետ։ Ողջունում եմ պարոն Նայք, շնորհակալ եմ, որ եկել եք, շնորհակալ եմ, որ ձեր ժամանակը տրամադրում եք մեզ այժմ։ Այսօր մենք խոսելու ենք, սիրելի բարեկամներ, 3 տարի առաջ 2023 թվականին սպանված ավետարանական եկեղեցու հովիվ Սողոմոն Վլասյանի սպանության գործի մասին։ Պարոն Հովհաննիսյան, մի քանի տարի առաջ դուք վարում եք Կարմիր գծեր հաղորդաշարը եւ այդ հաղորդաշարի ընթացքում դուք որոշ տեղեկություններ հաղորդեցիք այս սպանության հետ կապված, որը հետաքրքրեց նաև քննիչներին եւ իմ հարցն է լինելու ձեզ կանչեցին հարցաքննության թե ոչ, որտեղից էին այդ ինֆորմացիան, պարզապես տեղեկացնեմ կարճ ինչ է տեղի ունեցել, սպանությունը տեղի ունեցել եւ այդ գործով նոր հարցաքննություններ են անցկացվել եւ գործով ձերբակալվել է, այժմ ձերբակալվել է օգոստոսի 8-ին 9-ին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին Արգամ Աբրահամյանը նա կասկածվում է այդ 2023 թվականին ավետարանական եկեղեցու քահանա Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրելու մեջ ըստ քննչական կոմիտեի անձնական շարժառիթ է եղել եւ Աբրահամյանը որոշել է Վլասյանին սպանել ոչ թե անձամբ, այլ իր անվտանգության աշխատակից Գեգամ Հակոբյանի միջոցով։ Սա պաշտոնական լրահոսից է վերցված, կա ինֆորմացիա, որ Գեգամ Հակոբյանը սկզբում խոստովանել է, որ ինքն է սպանել, հետո նա ասել է, որ ինքը չի սպանել, առ այսօր 3 տարի անցել է, բայց սպանության հետ կապված հանգամանքները բավականին մութ են, պարզ չեն։ Եվ պարոն Նայք, Հմայակ Հովհաննիսյանը եւ Ռոբերտ Երվանդյանը այսօր պատրաստ են կիսվելու մեզ հետ իրենց ունեցած տեղեկություններով, հանգամանքների հետ կապված իրենց տեղեկություններով եւ վերլուծությունով։ Ես ճիշտ ներկայացրեցի, պարոն Հովհաննիսյան։ Ճիշտ, միայն մի բան լրացնեմ, որ մեր նպատակն է այսօր նաեւ հրավիրել հասարակության ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ սա չափազանց կարևոր գործ է, որը պետք է որ ջնջի այն խարանը, որը այդ հրեշավոր սպանությունից հետո մեր բոլորիս ճակատին հայտնվեց, բոլորիս, մեր հասարակության բոլոր ներկայացուցիչների, որովհետև ես ինքս հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, հավատացյալ հետևորդ եմ, բայց ես նաև այն համոզմունքին եմ, որ բոլոր քրիստոնյաները պետք է միասնական լինել, մանավանդ եթե դա վերաբերվում է հայ քրիստոնյաներին, ինչու, որովհետև մեր ժողովուրդը առաջինն է ընդունել, մեր պետությունը առաջին է ընդունել քրիստոնեությունը, որպես պետական կրոն եւ այն ժամանակ չի եղել բաժանում տարբեր ուղղությունների միջև, երբ որ մենք ընդունել ենք քրիստոնեությունը որպես պետական կրոն, այդպիսի բաժանում չի եղել այն ժամանակ։ Այսինքն հոգևոր հովիվը այդ բաժանումները քրիստոնյաների ներսում, բողոքականների, կաթոլիկների, ուղղափառների դա առաջացել է հետագայում արդեն, բայց ուրեմն 4-րդ դարի սկզբում, 3-րդ դարում էլ չեմ ասում այն մասին, որ Աբգար թագավորի ուրեմն ժամանակ, երբ Աբգար թագավորը նամակագրության մեջ էր տիրոջ հետ, նամակ էր ստացել տիրոջից, նամակ էր գրել նրան, այդ ժամանակ այդ բաժանումները չկային, այսինքն քրիստոնեությունը միասնական էր, եւ հիմա էլ ձգտում է միասնական լինել, դրա համար էլ եկեղեցիների համաշխարհային խորհուրդ գոյություն ունի, որը համախմբում է բոլոր 3 ճյուղերին, ուրեմն կաթողիկ, ուղղափառ եւ բողոքական։ Մենք հին ուղղափառ առաքելական
ուղղություն ենք ներկայացնում եւ բոլորը միասնական են եւ ասեմ որ նաեւ Արամ առաջինը համաշխարհային եկեղեցական խորհրդի այս ժամանակաշրջանում նախագահն է ուստի մենք առանձնահատուկ պարտավորություն ունենք հաստատելու մեր գործնեությամբ մեր ուրեմն մեր կյանքում բոլոր հավատացյալներով, որ քրիստոնեությունը, այսինքն Աստված բոլոր քրիստոնյաներին համախմբում է եւ տանում է նույն ճանապարհով եւ նրանք պետք է միասնաբար գնան այդ ճանապարհով դեպի փրկություն։ Պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ այս թեման սկսելուց առաջ, պարզապես պետք է երեքս էլ ընդունենք եւ հայտարարենք, որ անմեղության կանխավարկածը գոյություն ունի եւ դեռ ապացուցված չէ նույն արգամ Աբրահամյանի մեղքը, պարզապես սա մենք ընդգծում ենք, որովհետև խոսք է գնալու նաև այդ մասին, և Գեղամ Հակոբյանի մասին, և արգամ Աբրահամյանի, համաձայն ենք այդ մասին, այդ նշումը կատարել։ Ես գիտեմ, որ բոլոր ժամանակների հանցագործները միշտ վկայակոչում են անմեղության կարգավարկածը փորձում են դրանով իսկ պաշտպանվել։ Դա հայտնի է, հասկանում եք, անմեղության Դատարանը պետք է որոշի։ Ես ինքս գիտեմ, անմեղության կանխավարկածի մասին խոսում են հոկտեմբերի 27-ի գործով, իմիջիայլոց ես ասեմ ինչու այդ գործը ինձ հետաքրքրում է, որտեղ ես ինքս հոկտեմբերի 27-ի գործով տուժող եմ եւ գլխավոր տուժողներից մեկն եմ եւ այնտեղ նույն ձեռագիրն է եղել, այսինքն եղել են կազմակերպիչներ, որոնք մինչ այսօր պատասխանատվության առջև չեն կանգնել։ Ես հույսով եմ, որ այս գործը չի արժանանա նույն ճակատագրին, այս գործը չի դառնա նույն վախճանը չի ունենա։ Ես գտնում եմ, որ պետք է անպայման, որովհետև մեր օրերում, երբ որ կա օլիգարխիա, այս պատվիրված սպանությունները դառնում են ուրեմն համընդհանուր խնդիր, ինչի, որովհետև այնտեղ, որտեղ կան մեծ գումարներ, շատ հեշտ է վարձել մեկին եւ ուղարկել նրան սպանելու, մնալ դրանով իսկ մնալ անպատիժ։ Ուստի չափազանց կարևոր է, որպեսզի այս գործի հիման վրա մենք կարողանանք նաև նախադեպ ստեղծել, երբ պատասխանատվության են կանչվում ոչ միայն կատարողները, այլ նաև կազմակերպիչները, որոնք կրում են հիմնական մեղքը, որտեղ կատարողը դա ընդամենը զենք է, որին կաշառում են, որի ճնշվածությունը օգտագործում են, կախվածությունը օգտագործում են, նրան դրդում են այդպիսի քայլերի։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան եւ պարոն Երվանդյան, ումից ենք սկսում, ով է կիսվում մեզ հետ իր տեղեկություններով։ Ես ասեմ, որ ես իմացել եմ առաջինը, ես լսել եմ այս մասին իմ ընկերոջից, Ռոբերտ Երվանդյանից, ով ուրեմն Սողոմոն Վլասյանի հետ ճանապարհ է անցել որպես հոգևորական, որպես ավետարանական ուրեմն եկեղեցու սպասավոր, ավետարանական հավատքի եկեղեցու սպասավոր ճանապարհ է անցել, նրա հետ նույնիսկ աշխատել է Հոլանդիայում, մտերիմ է եղել, ճանաչել է նրան եւ ցնցված էր այդ սպանությունից եւ առաջինը իրենից եմ ես իմացել այդ մասին եւ իմ ծրագիրը վարելու ժամանակ դրա մասին այդ հարցին անդրադարձել եմ թրուցիկ ձևով սկզբից, իսկ հետո այդ թրուցիկ ձևով անդրադառնալուց հետո ես սովորություն ունեմ քայլելու երեկոները, երկար քայլելու եւ օպերայի շուրջ եւ լճակի մեր հայտնի եւ այնտեղ ինձ մոտեցել են երիտասարդներ այդ հավատքի, ավետարանական հավատքի եկեղեցու
հետևորդներ, երիտասարդ հետևորդներ մոտեցել են, շնորհակալություն են հայտնել, որ ես բարձրաձայնել եմ եւ պատմել են նաեւ մանրամասնություններ, որտեղ ես իրենց կշտամբեցի, թե ինչու իրանք հետևողական չեն եւ չեն դիմում իրավապահ մարմիններին, չեն փորձում դրան բացատրություն տալ, չեն փորձում ստանալ իրավապահ մարմիններից բացատրություններ, թե այդ ինչպես եղավ եւ ինչու դեռևս հայտնի չի, թե դեռևս պատժված չեն այդ մարդիկ, ովքեր կազմակերպել են։ Ինչու, որովհետեւ նրանք նաեւ պատմեցին ինձ, որ Սողոմոն Վլասյանը ստացել է սպառնալիքներ, ըստ որում սպառնալիքներ հայ առաքելական եկեղեցու քահանաներից տեղի, այդ Վեդի եւ այլն Արարատի, որովհետեւ նա սովորություն է ունեցել քարոզելու ինքը այդ հողի ծնունդ էր Սողոմոն Վլասյանը քարոզելու ուրեմն խոր վիրապի սրբավայրում հավաքել իր հետևորդներին եւ այնտեղ քարոզել։ Իմիջիալոց շատ վառ անհատականություն էր, կրոնական գործիչ, հոգեվոր գործիչ։ Ինչու։ Եվ դա դուրս չի եկել։ Ես ինտերնետում հետաքրքրվեցի, նայեցի նրա քարոզները, վառ անհատականություն էր, որը իր քարոզներով մարդկանց ուղղակի ուղղորդում էր դեպի Աստված, դեպի հավատք, իսկապես վառ անհատականություն էր, սովորական մարդ չէր։ Այսինքն եւ այդ քարոզները դուրս չեն եկել առաքելական եկեղեցու։ Այդ քարոզները, հա, նրան պարզապես սպասել են, այստեղ չերևաց, թե չէ քեզ կսատկացնենք եւ այլն, այսպիսի սպառնալիքներ են ստացել։ Պարոն Երվանդյան, դուք տեղյակ եք այդպիսի սպառնալիքների մասին։ Եթե կարելի է, պարոն Երվանդյանը խոսքը փոխանցել։ Այո, ուրեմն Սողոմոն Վլասյանին ինչպես անձ ճանաչել եմ 99 թվականից, բայց որպես եղբայր մտերմացել ենք մենք Հոլանդիայում։ Ինչ եք անում այնտեղ դուք եւ Վլասյանը։ Ես հավատքի դարձել եմ, այսինքն դարձել եմ ավետարանի հավատքի քրիստոնյաների հետնորդ, երբ որ կարդացել եմ ավետարան, բնական է Գերմանիայում մեր առաքելական եկեղեցին ամիսը մեկ անգամ էր նման ծառայություն տեղի ունենում Մյունխենում։ Մշտապես բնակվում եք Գերմանիայում, ասեք։ Այո։ Դուք մշտապես բնակվում եք։ Այո, 35 տարի արդեն մշտապես, այո։ 12 երեխայի տեր։ Ուրեմն ճանաչել եմ ու ընկերացել եմ Սողոմոն Վլասյանի հետ, երբ մենք հանդիպել ենք Հոլանդիայում։ Ես չեմ ուզում խոսել որպես իր մասին որպես անձ, այլ ուզում եմ խոսել որպես եղբայր, որպես ընկեր։ Մենք շատ եղել ենք մտերիմ, շատ հարազատ։ Եվ դա պատճառ է եղել մեր հարազատությունը, մեր մտերմությունը, երբ որ մենք լսում էինք մեկն էլ իր սրտի մեջ Աստված ունի, ուրախանում էինք։ Եվ նման հավատքով, նման հարազատությունով ես կասեմ մեր շուրջ բոլորը շատերը հավաքվեցին եւ ավետարանչությունը բացահայտ կերպով տեղի էր ունենում մեր փախստական հայերի մեջ եւ 2-3 տարի անց ահագին ժողովուրդ հավաքվեց Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա մենք մասնավորապես 3 ընկերով էինք, ես որտեղ եք հավաքները կազմակերպում, մասնավոր ինչ որտեղ, ոչ, տարբեր դահլիճներում դահլիճներ էիք բացում եւ այնտեղ տեղի ավետարան բողոքական եկեղեցիներ տրամադրում մեզ իրենց օջախները եւ մենք այդպես վարում էինք կիրակնորյա պաշտամունքներ մասնավորապես ես իմ ընկեր Հակոբը Սողոմոնը եւ մենք դիմեցինք ավակ եղբայրներին Գերմանիայի գերմանացի որպեսզի Սողոմոնին ձեռնադրեն սպասավորության եղբայրները սիրով դա կատարեցին դա որ թյուն էր
երևակայի 2000, եթե չեմ սխալվում, 2000 2002 կամ 2003, որովհետև 2004-ին եղբայրությունը ինձ է ձեռնադրել։ Հետո Հակոբ եղբայրն է ձեռնադրվել։ Սկզբում ես Սողոմոնի օգնականն էի։ Հետո այնպես եղավ, որ մենք արդեն առանցին հովիներ, թեպետ հետո ես եմ կրել հովական ծառայությունը իրավունք եղբայրությունից, իդեպ ասեմ, որ դուք ասեցիք, որ ավետարանի հավատքի սպասավոր, այժմ այդ սպասավորությունը իմ վրա չի, քանի որ ես երկար ժամանակ Գերմանիայում չեմ գտնվում։ Դա չեմ ուզում դրա վրա ծանրանալ, ինչևից է։ Բայց հոգևոր այդ հովիվ եք, թե չէ, այժմ հովական ծառայությունը իմ վրա դադարել եք։ Այո, Դադարեցրել եք, բայց Սողոմոնը չէր դադարեցրել։ Ուրեմն Սողոմոնի վրա հովական ծառայությունը եղել է Հոլանդիայում, երբ որ ասում են Հայաստանում ինքը ուղղակի ավետարանիչ է եղել։ Ուղղակի ավետարանիչ։ Սողոմոնը այն անձն է եղել, որին ասեին մի ճանապարհ գնա, երկուսը կգնար։ Սողոմոնը անշահախնդիր ծառայել է Աստծո ժողովրդին։ Այստեղ նույնպես մենք իրար հետ շատ մանավանդ Հայաստան, երբ որ տեղափոխվեց, ասեց դե արդեն ժողովուրդ այստեղ շատ են, ծառայողներ արդեն բավարար են։ Ես գնամ իմ հայ եղբայրներին օգնեմ։ Սողոմոնի ծառայությունը այստեղ եղել է հետևյալը. անմխիթար ծնողներին երաբլուրներում մխիթարել։ Որտեղ որ բանակային ծառայության մեջ են եղել մեր հայ զավակները, դա Լեռնային Ղարաբաղի տարածքում, Սողոմոնը գնա այնտեղ մխիթարի տղաներ քաջեղեք, Աստված մեզ հետ է։ Սողոմոնը տեղերում ինքը ազատ ավետարանիչ է եղել։ Բայց այդ Նպարան Հովհաննիսյանը, որ ասեց, սպառնալիքներ է ստացել։ Ուրեմն Ինչ հողի վրա, ինչ բովանդակությամբ։ Ժամանակ առ ժամանակ ես գալիս էի Հայաստան եւ ոչ միշտ է հաջողվել, քանի որ ասում եմ Սողոմոնը լսում էի Լեռնային Ղարաբաղում է։ Սողոմոնը այստեղ է, Սողոմոնը, բայց եղել է ժամանակներ, որ մենք իրար հետ հանդիպել ենք ու զրույցներ ենք ունեցել շատ սերտ։ Հատկապես վերջի ժամանակները ավելի եմ մոտեցել Սողոմոնի հետ, ավելի։ Ոչ թե որպես միայն հոգևոր եղբայր կամ ընկեր, այլ ավելի հարազատ, որտեվ մենք պահեր էինք հիշում այն երիտասարդ տարիներին, որ մեր ծառայությունը նոր սկսվեց, ու Սողոմոնը ինձ հիշեցնում էր, ասում էր, բա մենք ոնց չհիշենք այն օրերը, ինչքան լավ օրեր էին, բայց այսօր ես ունեմ սպառնալիքներ տարբեր կողմերից։ Ես ասում եմ, ինչ կողմից, Սողոմոն։ Ասում էր, եղբայր, ինձ սպառնում են, որ ինձ կսպանեն։ Ինձ նույնիսկ մեկը սպառնացել է, որ շամպես կսատկացնի։ Այսինքն քանի անգամ իրան վռնդել են այդ ձեր ասած պարոն Հովհաննիսյան խոր վիրաբի տարածքից, եւ մեկ անգամ էլ ծեծի արժանացել ու սպառնացել են, որ շամպես կսատկացնեն։ Ես ասեցի Սողոմոն, ինչի համար։ Ասեց չգիտեմ։ Նույնիսկ այդ պահին ես ծիծաղեցի, ասի Սողոմոն, միգուցե կատակ են արել։ Ասեց չէ, եղբայր, ինչ կատակ։ Ինձ տրամադրված ուզում են սպանել։ Բնական է, ես չիմացա ով այդ տրամադրվածություն ունեցողը, ով այդ նախապաշարված մարդը, բայց ցավոք սրտի դա դարձավ ճշմարտություն։ Մոտավորապես երբ է այդ խոսակցությունը տեղի ունեցել։ Ուրեմն դա տեղի ունեցել իր մահվանից ուղղակի 3 ամիս առաջ։ Ես Հայաստանում էի, գտնվում եմ հարավ-արևմտյան թաղամասում, մի ընկերոջ տանը, որտեղ Սողոմոնը լսեց, որ ես այնտեղ եմ, եկավ սիրով այցելության։ Այսինքն 23 թվականի հունվար ամիս, դեկտեմբեր, Երևակայի, այո։ 22-ի դեկտեմբեր, 23-ի հունվար, որտեղ 30-ին ապրիլի սպանվեց։ Այդ օրը, որ տեղի է ունեցել սպանությունը Սողոմոնի,
Ինքը ինձ մի օր առաջ զանգահարեց, ես ասեցի այցելում եմ Հայաստան։ Դա եթե չեմ սխալվում, ապրիլ ամիսն էր։ Ու հաճախակի զանգում էր, ապո ուր հասար։ Ասեցի Վրաստանում եմ, ես այն ժամանակ Մեմինգենից չկար ուղիղ թռիչք Երևան, հիմա կա Քութայիսի ենք թռչում, Քութայիսից գալիս ենք Երևան։ Ասեցի Սողո ջան, հասել եմ Թիֆլիս, դա Աստված առավոտյան կլինեմ, ուրեմն կհանդիպենք։ Եվ այդ գիշեր տեղի ունեցել իր սպանությունը, ինձ առավոտյան զանգահարեց Արտուր եղբայրը, ասեց այրո եղբայր, այսպիսի բան է տեղի ունեցել, Սողոմոնին կրակել են։ Սողոմոնը այն անձն էր, որ եթե նույնիսկ ասեմ այսպես, եթե այսօր որ պահանջում են, ասենք, արդար դա դատավորների գործն է, դատախազների իրավական համակարգի գործն է, ես դրա մեջ բնավ չեմ մտնի, չեմ էլ ուզում մտնել, բայց եթե Սողոմոնին հարցնեին, ինքը այսօր այն անձն էր, որ իր սպանողին կասեր ես քեզ ներում եմ։ Այս այն ցուցմունք չեն վերցրել։ Ոչ, չեն հրավիրել։ Չեն հրավիրել։ Շնորհակալություն ու պարոն Հովհաննիսյան, ձեր հաղորդման մեջ, որը դուք տվեցիք, ասում եք ես զբոսնում եմ, ինձ մոտեցան եւ տեղեկություններ հաղորդեցին։ Ինչ որ անծանոթ, հա, որքան հասկացա։ Այ չէ, ինձ ճանաչելով ճանաչեցին, լսել էին, որ ես իմ հաղորդումներից մեկում անդրադարձել։ Երվանդյանից լսել էիք, որ սպանություն է տեղի ունեցել։ Այո, դա այդ մասին խոսել էիք։ Թարմ հետքերով ցնցված էր, շատ հուզված էր, ինձ պատմեց այսպիսի բան է տեղի ունեցել։ Ես դրանից հետո հպանցիկ անդրադարձա իմ այդ Կարմիր գծեր հաղորդաշարի ժամանակ հպանցիկ անդրադարձա, իսկ հետո երբ որ մոտեցան, քայլում էի, արդեն մոտեցան ինձ ճանաչելով, ասեցին մենք շնորհակալ ենք, որ դուք բարձրաձայնեցիք անդրադարձել եք, որովհետև նա մեր ուրեմն մեր համար շատ կարևոր մի անձնավորություն էր, ում մենք հավատում էինք, ում մենք լսում էինք, մենք այդ ուղղության հետևորդներն ենք, հավատացյալ ենք, երիտասարդներ էին, երիտասարդներ։ Եվ ինչ տեղեկություն հաղորդեցին։ Եվ ասեցի միասին քայլենք, եթե մոտեցել եք, ասեցի ես քայլում եմ, եկեք քայլելով ինձ պատմեցին շատ հետաքրքիր մանրամասներ, հենց իրանք բավականին տեղեկացված էին եւ այդ ինչ որ իրանք ինձ պատմեցին, այո, համընկնում էր այն թարմ հետքերով, ինչ որ ինձ ասել էր ուրեմն Ռոբերտը եւ ես բնականաբար ուրեմն շատ ազդվեցի, ինչու, որովհետեւ ես կրկնում եմ, ես համարում եմ, որ պատվիրված սպանությունները, հանցագործությունները դա մեր հասարակության ուղղակի անեծքն են, մեր հասարակության սարսափելի մի ցավն են, ինչու, որովհետև այս իրավիճակում երբ կա օլիգարխիա, այդպիսի սպանությունները բայց ինչու է օլիգարխիայի հետ կապում, եթե խոսքը գնում էր խոր վիրապում, քարոզի մասին, եթե խոսքը գնում էր այդ հողի վրա, սպառնալիքների մասին։ Այդ երիտասարդները ինձ ինչ ասեցին, շատ բարձ տեղեկություններ հաղորդեցին եւ ուրեմն ոնց է եղել։ Այդ իր տան բնակարանի շեմին ուրեմն հետևից կրակոցներով սպանել է Սողոմոնին, հետո այդ անձնավորությունը, այդ ախրանիկ կոչեցյալը, Արգամ ուրեմն այդ Աբրամյանի ախրանիկը փորձել է սամանը հատել եւ փախչել։ Բայց այդ տղաները որտեղից գիտեին այդքան։ Իրան ձերբակալել են, որովհետեւ այդ տղաները որտեղից գիտեին այդ մանրամասները, ով է եղել, ով է կրակել, ով է փախել, որովհետեւ բնականաբար այսպեսի դու գիտեք ինչքան մարդ է մասնակցել, ինձ պատմել է Ռոբերտը Սողոմոն Վլասյանի հողարկավորությանը 30,000 մարդ
Այսինքն սա եղել է մի ամբողջ մի մեծ ցավ հավատացյալ ժողովրդի մոտ եւ բնականաբար բոլորը հետարկրվել են եւ այդ պատմությունը գիտեին, արդեն գիտեին 23-24 թվականներին, երբ որ ես անդրադարձա արդեն հատուկ այդ խոսակցությունից հետո հատուկ ծրագրում ուրեմն անդրադարձա հատուկ հաղորդում այդ հաղորդաշարի հատուկ հաղորդում նվիրեցի այդ թեմային եւ ես ասեմ որ սա իսկապես ցնցող մի իրավիճակ էր այդ համայնքի համար որքան ես հասկացա բոլորը հետարկրվել են բոլորը ուրեմն իրանց ներքին այսպես ասած հետաքննությունը անց են կացրել եւ ես դրա համար զարմացել էի ասեցի բա ինչու չեք դուք բարձրացայինով ինչու չեք դուք ձեր համայնքը ինչու չի ձեր կազմակերպությունը ձեր համայնքը չէ որ դուք այսօր ուրեմն այդպիսի ցավ ունեք Սողոմոնի համար ինչու չեք դուք նախանձախնդիր այդ հարցում իրենք ինձ բացատրեցին ասեցին որովհետեւ այն ինչ որ ասեց Ռոբերտը որ Սողոմոնը ինքը իր մահվանից առաջ զգուշացրել է որ իրան սպանելու են եւ խնդրել է դիմել է որպեսզի դրան ընթացք չտան որովհետեւ ինքը երջանիկ կլինի ժամշուտ հեռանալու Աստծո գիրկը ինքը հավատացյալ էր ինքը համարում էր որ սա այս երկնային կյանքը դա փորձություն է մարդու համար եւ որքան շուտ մարդը անցնի այդ փորձությունը եւ վերամիավորվի Աստծո հետ այնքան լավ այնքան ինքը իր համար դա ցանկալի է ինքը դրա համար ըստ երևույթ ինչպես ինքը հավատացյալ էր ինքը հավատում էր ավետարանին եւ ավետարանի պատմությանը ոնց որ Տերն է գնացել ընթառաջ իր ուրեմն վաղճանին երկրային վաղճանին եւ համարել այդ վաղճանը մեղքերի խավություն մարդկության համար մեղքերի խավության հնարավորություն այնպես էլ ինքը համարում էր որ ինքը պետք է գնա ընթառաջ այդ ճանապարհով ստանում էր այդ սպառնալիքները բայց շարունակում էր քարոզել խորվիրապում ըստ որում սպառնալիքները ստացել է այնտեղի քահանայից իսկ հայտնի է Հովիկ Աբրամյանի ընտանիքը այնտեղ իշխում է բտեշխներ են որոնք նաեւ իրանցով են արել ուրեմն թեմը ամբողջ թեմը ես ունեմ նաեւ լուսանկարներ Հովիկ Աբրամյանի այդ թեմի ուրեմն առաջնորդի հետ այդ տեղի քահանայի հետ բայց այդտեղ դրդապատճառների փոփոխություն է կարծես ես կարծացի քննչական որ անձնական բնույթ է կրում այդ սպանությունը այդ ուղղությունն է համենայն դեպս հիմա տարածվում ուրեմն այստեղ արդեն դուք ասում եք դա կապված է հավատքի եւ այստեղ արդեն հարց հայ առաքելական եկեղեցու եւ բողոքականների փոխհարաբերություններ այո հարց շատ կարևոր հարց է առաջանում հայ առաքելական ինչու պետք է Հմայակ Հովհաննիսյանը բարձրաձայներ այս պատմությունը 3 տարի առաջ ինչու հայ առաքելական եկեղեցին ինչ քայլեր է ձեռնարկել հրավիրեք իրանց հայ առաքելական եկեղեցու այդ Արարատի ուրեմն չէ այդ թեմի պատասխանատուներին, ղեկավարներին, թեմի առաջնորդին, թե հայ առաքելական եկեղեցի 3 տարվա ընթացքում իրանց եղբորը սպանել են։ Եղբորը ուրեմն բոլոր քրիստոնյաները Քրիստոսով եղբայրներ են։ Քրիստոսով եղբայր իրանց եղբորը սպանել են գազանաբար։ Եղբորը, որը այդպիսի մեծ հեղինակություն ուներ, ուրեմն Արամ առաջինը հայ Արամ առաջինը ուրեմն Կիլիկիո վեհապարը Արամ առաջինը այդ եկեղեցական խորհրդի համաշխարհային նախագահն է այդ ժամանակաշրջանում հենց երբ որ պետք է այս կատարվածին այո իրավական գնահատական տրվի մեղավորները պատժվեն կազմակերպիչները պատասխանատվության խստագույն պատիժ կրեն բա հայ առաքելական եկեղեցին իր կողմից ինչ քայլեր է ձեռնարկել որպեսզի դա
ուրեմն հանգուցալուծվեց իրավիճակը։ Չէ որ ես իմ ելույթում ասել եմ, որ սա միջազգային նաև հետևանքներ կունենա, որտեղ այդ մարդը Հոլանդիայում Հոլանդիայում քարոզել է, ինքը վառ անհատականություն է, իմիջիայլոց ինտերնետում կա որպես ուրեմն հոգևոր գործիչ, որպես լուրջ հեղինակություն, ինտերնետում կան նրա քարոզները, այսինքն այս մարդը, որ սպանվել է գազանաբար, պետք է որ այս կրոնական գործիչը, պետք է որ դա մտահոգություն առաջացներ, դա տեղի ունեցել, նաև այդ մարդը քարոզել է խոր վիրապում, սա իրան եկել են ասել են դու իրավունք չունես այստեղ քարոզելու, այսինքն ոնց, ինչպես, եւ դա ասել են հայ առաքելական եկեղեցու տեղի, Պարոն Հովհաննիսյան, ձեր կարծիքով դա է դրա համար հետաքննությունը պետք է անդրադառնա ըստ իս, որ ես որպես ուրեմն արդեն ասում եմ դա հասարակական որպես գործիչ, ես դա ասում եմ, հետաքննությունը պետք է անդրադառնա հատուկ այդ հարցին, ուրեմն սպանվածի հարաբերությունները տեղի, ուրեմն այդ հայ առաքելական եկեղեցու քահանաների հետ, նրա քարոզությունը խոր վիրապում, արդյոք այս հանգամանքը նա ինչ-որ բաների, որովհետև այդ ընտանիքը վերահսկում է իրավիճակը, դա բդեշների ընտանիք։ Դուք արդեն ասացիք դա։ Բդեշներ են, որ վերահսկում են իրավիճակը այդ մարզում, նրանք ընդեղ տեր ու տիրական են, ընդեղ նրանց դեմ խաղ չկա, եւ նրանք նաեւ այն ռուսերեն բարկա պատմյալի պատսիբյա այդ թեմը, ամբողջ թեմը իրանց ազդեցության տակ է այդ ընտանիքի եւ այստեղ այդ սպառնալիքները անշուշտ այդ ընտանիքի հետ են կապված եղել։ Սա վարկած է, որը պետք է ստուգվի իհարկե քննչական մարմինների կողմից։ Շնորհակալ եմ գովազդենք հայտարարում եթերում, պարոնայք, որից հետո կշարունակենք զրույցը, պարոն Երվանդյան, ձեզ եմ դիմելու գովազդից հետո եւ հարցնելու արդյոք դուք իրավապահ մարմիններին տեղեկություններ կարող եք հաղորդել, որոնք կօգնեն այնուամենայնիվ այս գործի ընթացքում, ասելիք ունեք, մանրամասներ կարող եք տրամադրել, թե ոչ։ Գովազդը եթերում սիրելի բարեկամներ, որից հետո կլսենք պարոն Երվանդյանին։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնել, որ մենք զրուցում ենք Մայա Հովհաննիսյանի հետ, Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահի եւ Ավետարանի հավատքի քրիստոնյաներ եկեղեցու սպասավոր Ռոբերտ Երվանձյանի հետ, խոսքը գնում է 3 տարի առաջ կատարված սպանության մասին, Սողոմոն Վլասյանի սպանության մասին, գործը նորից կարծես թե նոր հանգամանքներ են ի հայտ գալիս, նոր ձերբակալություններ են տեղի ունեցել, բայց Մայա Հովհաննիսյանը եւ Ռոբերտ Երվանձյանը դեռևս 3 տարի առաջ, ինչպես այժմ իրենք ներկայացնում են, ունեին տիրապետում էին որոշ ինֆորմացիայի եւ այժմ եւս նրանք փորձում են ուշադրություն դարձնել բոլոր հանգամանքների վրա, որոնց մասին իրենք տեղյակ են։ Պարոն Հովհաննիսյան, ես ասել եմ, որ պարոն Երվանձյանի հետ կսկսենք գովազդից հետո, բայց մեկ հարց, դուք որ ասում եք Ավետարանական հայ առաքելական եկեղեցին ինչ-որ խնդիրներ էր առաջացնում Սողոմոն Վլասյանի համար։ Ոչ թե հայ առաքելական եկեղեցի, տեղի քահանաները, այսինքն այդ թեմի, ինչպես մենք լավ գիտենք, չէ, ինչա կատարվել, այսինքն մենք ունենք, ասենք, Կոտայքում Ծառուկյան Գագիկներ տերուտիրականը, այստեղ Վեդի Արարատ Արտաշատ, ուրեմն Աբրամյան Հովիկներ տերուտիրականը, եւ այնտեղ ուրեմն այդ թեմը լրիվ Գագիկ Ծառուկյանի հասկանալի, իմ հարցս է այդ ինֆորմացիան դուք կիսվել եք, դուք առաջին անգամ եք հիմա ասում այդ մասին։ Ես հենց սկզբից դա ասել եմ, որ հայ առաքելական եկեղեցին պետք է այս հարցում շատ նախանձախնդիր լինի, պետք է այս հարցում շատ հետևողականորեն պաշտպանի իր ուրեմն Քրիստոսով եղբորը, այսինքն տիրոջ միջոցով եղբայրանա։ Այդ ինֆորմացիայով դուք կիսվել եք նախորդից եւս։ Ես իմ ելույթներում ասել եմ Նոյան տապանում 3 տարի առաջ հենց սկզբից էլ ասել եմ, որ այս հարցը պետք է համար առաջինը լինի հայ առաքելական եկեղեցու ուրեմն ղեկավարության համար, այսինքն վեհապարի համար անձնապես, այն ժամանակ ես նաև կոնֆլիկտը չկար դեռ վեհապարի եւ գործող իշխանության միջեւ, այնպես որ իմ ասածը որևէ կապ չունի այդ այսօրվա իրավիճակի հետ։ Եվ ընդհանրապես ես գտնում եմ, որ դա համար առաջի հարցն էր եւ ես նաեւ ասել եմ այն, որ սա կարեւորվում է, որովհետեւ Արամ առաջինը ուրեմն Կիլիկիո կաթողիկոսը համաշխարհային խորհրդի եկեղեցիների քրիստոնյա եկեղեցի համաշխարհային խորհրդի նախագահն է, գործող նախագահն է, եւ խոսքը գնում է այն հոգեվորականի մասին, որը աղանդավոր չի, այլ պատկանում է այն 3 հիմնական ուղղություններից մեկին բողոքական ուղղությանը, ավետարանական եկեղեցիների ուղղությանը եւ ավետարանի հավատքի ուրեմն ներկայացում սպասավոր է, ուստի սա չափազանց կարևոր հարց է եւ ես այս կտրվածքով եմ մոտեցել, ի սկզբանե Նաև այդ մասին ասել եմ իմ ընկերոջը Ռոբերտին, երբ որ ինքը հայտնեց ինձ
դրա մասի ես ասել եմ, չէ, որ հայ առաքելական եկեղեցի պետք է այս հարցում ուրեմն շատ նախանձախնդիր լինի, հետևողական լինի, սրտացավ լինի։ Պարոն Հովհաննիսյան, եթե կարելի է լսենք պարոն Երվանդյան։ Հա, հիմա թող Շնորհակալություն։ ասի։ Պարոն Երվանդյան, հարցս կրկնեմ, որը գովազից առաջ կան տեղեկություններ, որոնցով դուք կարող եք օգնել նախաքննությանը։ Ես չգիտեմ ինչով կարող եմ օգտակար լինել, բայց այն ինչ որ ես գիտեմ, դա այն կյանքն է, որ մենք Սողոմոնի հետ միասին որպես քրիստոնյաներ, որպես եղբայրներ, որպես ընկերներ մենք անց ենք կացրել եւ նույնիսկ ասում եմ մինչեւ վերջին օրը մենք ունեցել ենք հեռախոսազանգ, ինքը ինձ սպասում էր, մենք պետք է հանդիպեինք, բայց դա տեղի չունեցավ, ցավոք սրտի։ Կապեր, ասենք, իհարկե, ներողություն կանանց թեման ձեր կյանքում։ Ես գիտեմ ինչի մասին եք հարցնում։ Լսել եմ նման լուրեր, որ տարածել են, թե Սողոմոնը սիրային կապերը ինչ որ ձգտել ունենալ, թե ունեցել եւ այդ խանդի հողի վրա այդ հանցանքը տեղի է ունեցել։ Ես նորից եմ ասում, ես ոչ որպես քննող, ոչ որպես դատող, որպես ընկեր տեղեկություն ունեցել եք։ Ընկեր ունեցել եմ ավելի շատ, քան թե ինչ որ մեկը կարող է ունենալ։ Եվ տեղյակ եք եղել այդպիսի։ Այո, Սողոմոնը ինքը ներքին էր, այսինքն Եվնուխ, որը սիրային կապերի մեջ չէր էլ կարող հանդես գալ։ Ներողություն, ես լավ չհասկացա, եթե կարելի է նորից։ Այսինքն ինքը տղամարդ լինելով էությամբ, բնությամբ ինքը տղամարդ էր։ Բայց ամուսնական կյանքի մեջ ինքը չէր կարող լինել։ Առողջական պատճառներով։ Առողջական պատճառներով։ Դա բացահայտված է արդեն վիրահատության հետևանքով։ Քննության մեջ դա կա։ Սողոմոնը ինքը իրան ընծայել էր ասուն, որպես աստծոծառա, ուխտ էր արել հայրեն ասած, որ պիտի ամբողջ կյանքը աստծուն ծառայի եւ այդ տղան այդպես էլ ծառայեց։ Եվ ինչպես պարոն Հովհաննիսյանը ասեց, անձամբ իմ ականջներն են լսել Սողոմոնը քանի անգամ ասեց, ես ինձ սպառնացողներին ասեցի 1 ժամ շուտ կուզեմ տիրոջս գոքը լինեմ։ Այսինքն այդ տղան նման չէր վախենում։ Ոչ։ Իսկ հրահրել այդ իրավիճակը, որպեսզի ինքը մահանա, բայց ոչ իր ձեռքից։ Բացառվում։ Այդ լուրերը, որ տարածում են, սա շատ տհաճ է։ Ես ինչի համար համաձայնվեցի պարոն Հովհաննիսյանը, երբ որ առաջին անգամ ասեց, երկրորդ անգամ ես նույնիսկ այս ընթացքում շատ տեղեկություններ եմ մանրակրկիտ հավաքել եղբայրներից, մյուսներից, ծանոթներից դեպքի վերաբերյալ, որովհետև մենք էլ մեր տեղեկատու աղբյուրները ունենք։ Բայց ես ասեցի պարոն Հովհաննիսյան, ես համարձակորեն կարող եմ այսօր ասել, որ Սողոմոնը այդ հարցերի մեջ բացարձակ չի գտնվել։ Սողոմոնը ոչ ոքի չի դրթել, դրդապատճառ ինքը չի հանդիսացել։ Եթե մի բարի բան, որ Ծառուկյանի ընտանիքը, հատկապես Ջավահիր քույրը, իր դստրերը, որ ունկնդրել են, լսել են Սողոմոնին կամ իր քարոզին, ես չգիտեմ քանի անգամ, ինչքան է դա տևել, բայց որ ունկնդրել են, Սողոմոնը կարող էր միայն լավն ու բարին ասել։ Ուրիշ ոչինչ։ Գիտեք, մենք ինչքան պատճառներ ենք եղել, օրինակ ասեմ, անմխիթար անձանց համար, որ մխիթարվեն։ Ինչքան անգամ մենք Սողոմոնը, ասեմ, պատճառը հանդիսացել, որ քայքայված ընտանիքներ միաբանվեն։ Այսինքն բացառվում է։ Օրինակ
Պարոն, Հա, որ ինքը ընտանիք քայքայի, հա, բացառվում է, որ ինքը այո, քայքայի։ բացառվում է։ Երեք ինձ մոտեցել է մի երիտասարդ կին, բարև տվեց, ես մոռացել եմ ով է։ Բա հիշում ես, որ դու ինձ հիվանդանոցում օգնեցիր, որ ես բուժվեմ իմ երեխայիս հետ։ Ասացի չեմ հիշում։ Իրոք ես չի հիշում։ Այսինքն մենք պատճառ ենք հանդիսացել դրսում գտնվող, թե Հայաստանում գտնվող մեր ազգի զավակներին ինչքանով կարող ենք օգտակար լինել։ Դա բացառվում է, որ Սողոմոնը ինչ որ մեկի ընտանիքի խաղաղության վրա քար գցած լինի։ Շնորհակալ եմ, որ իրանց համար, որքան ես հասկանում եմ, կան ուսումնասիրել եմ, նաև շփվելով Ռոբերտի հետ, իրենց համար ընտանիքը սրբություն է եւ իրանք բացառում են աբորտները, դրա համար, ասենք Ռոբերտը ունի 12 երեխա, 12-ն է, չէ՞։ Ուրեմն եւ ընդհանրապես հետարքիր բան է եւ ընդ որում մի կնոջից եւ սա շատ բնութագրական է ավետարանի եկեղեցու համար, ինչու, որովհետև ընտանիքի սրբությունը, այսինքն նրանք բացառում են այդ ուրեմն աբորտը, երեխայից հրաժարվելը եւ այլն եւ այլն։ Հասկանալի։ Եթե կարելի է մեկ հարց եւս, պարոն Երվանջան, ֆինանսական հարցեր, ո՞նց եք ապրել, ասենք դուք ո՞նց եք, ես չեմ մտնում ձեր գրպանը, բայց այդ 12 երեխային դուք եք կերակրում եւ Սողոմոն Վլասյանը եւս, ես չգիտեմ այդ գումարների մասին, որ ասում են եղել է սպանության ժամանակ իր տանը մոտավորապես $60,000 մասին էր կարծեմ գումարած այսպես դրամ, ռուբլի, եվրո եւ այլն։ Ասեմ, ուրեմն բնականը տարբեր եկեղեցիներում դա տարբեր է։ Ես նկատի ունեմ առաքելական եկեղեցի, բողոքական եկեղեցի, մեզ մոտ յուրաքանչյուր անձ աշխատում է, բացի սպասավորությունը, ունի իր մասնագիտությունը, իր մասնագիտական գործը, աշխատանքը։ Ուրեմն նույնն էլ Սողոմոնը ինքը իր քրտինքով աշխատող անձ էր։ Սողոմոնը ինքը իր քրտինքով աշխատել, իսկ ինչ որ վերաբերվում է այդ գումարներին, որոնք հավաքված են եղել եւ քննչական Երկրորդ գործ է բացվել, որովհետեւ այդ գումարները ոնց որ թե անհետացել են, ասում են ինչ որ մեկը գրպանել է, դա ես դրա մեջ չեմ մտնում այդ թեման։ Այդ եղած գումարները, որ գտնվել է Սողոմոնի տանը։ Այսինքն եղել են գումար։ Շատ հնարավոր է, ես տեղյակ չեմ, Եվ բայց միգուցե դրանք եղել են ուղակի ընծաներ կամ եկեղեցու գումար։ Սողոմոնը այն անձն է եղել, որ իր հայրական տունը, որտեղ որ ինքը մեծացել է, հայրը մահացել էր, մայրը մահացել էր, եղբայրը մահացել էր, ես ցավակցել եմ, մի թաղման էլ նույնիսկ եղել եմ։ Սողոմոնը իր հայրական տունը ընծայել էր ասուր ժողովրդին, ինքը ապրում էր այստեղ Վարչով, ինքը վարում էր սովորական Subaru Magnus-ի մեքենա, այսինքն այն մարդը չի եղել, որ ցոփ կյանք վայելի, ձգտի, ոչ։ Եթե ոմանք իրանց թույլ են տալիս, ես չեմ դատապարտում, բայց Սողոմոնը եղել է շատ հասարակ անձ։ Ասեմ, իդեպ, պարոն Հովհաննիսյան, ես չեմ ուզում այս հարցը քաղաքականացնել եւ ստվեր ձգել մեր հայ առաքելական եկեղեցուն։ Ես բոլորի նկատմամբ շատ սիրով եմ, շատ ունեմ բազում ընկերներ։ Ես որպես հետևորդ հայ առաքելական եկեղեցու շնորհակալ եմ դրա համար քեզնից։ Փառք Աստծո։ Ես անձամբ ճանաչում եմ շատ սրբազանների, որոնց հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ եմ։ Եվ այն եղբայրության մեջ, որ ես ծնվել մեծացել եմ, մենք աճել ենք, մենք ունենք այսպիսի
պրինցիպ ոնց են ասում, սկզբունք, այսինքն ավակներին կրկնակի պատվել։ Ես այսօր կասեմ, ես պատրաստ եմ ոչ թե կրկնակի, բազմակի պատվել։ Այսինքն նրանցից ումից որ ես կրթվել եմ, սովորել եմ, որոնց ձեռքերը եղել են մեր գլխավերևում, որոնց խոսքը եղել է մեզ համար կարգ կանոն օրենք, Սողոմոնը նման միջավայրում մեծացած անձ է։ Ես կարող եմ անուններ տալ, օրինակ Հայաստանում Սերգեյ Կևորկով, Մամիկոն Ղազարյան, Պավել Գրիգորյան, որ Սողոմոնի, կասեմ, որոնց մեջ աճել մեծացել է, տեղափոխվել է Գերմանիա, մեզ մոտ։ Ես այն ժամանակ Հայաստանի հետ այդքան շփում չունեի, բայց Սողոմոնն էր մեզ պատմում հայ եղբայրության միաբանությունը, սերը։ Մեզ մոտ Յակոբ Վիբե, Ալեքսանդր Կանրադի, Վիկտոր Ֆոլս, Վիկտոր Էրնստ, այդ եղբայրները Բուխմյուլեր, Վիկտոր, Ռիչարդ Ցիմերման, գերմանացի եղբայրներ, որոնք եղել են մեր համար աղուլույս։ Մենք ուրախ ենք եղել նման եղբայրության մեջ լինելով եւ մեր եղբայրությունը երբևիցե ստվեր չի փորձել առաջացնել ինչ որ մի պաշտոնական կամ առաքելական եկեղեցու նկատմամբ բացարձակ։ Ես հանդիպել եմ մեր վեհապարին, շատ սիրով մենք զրույց ենք ունեցել, շատ սիրով։ Ես ոչ մի բան ասելու չունեմ, ընդդեմ առաքելական եկեղեցու, իդեպ ասեմ, որ մենք վերջապես բոլորս առաքելական եկեղեցու ծնունդ ենք եղել, մայրիկիս հետ, տատիկիս հետ, ձեռները բռնած մենք գնացել ենք տաճար երկրպագության։ Ոնց կարող եմ նման դեմ բան խոսել եկեղեցու նկատմամբ, բայց այն ինչ որ տեղի է ունեցել, դա տեղի է ունեցել։ Նորից եմ կրկնում, ես դատավոր չեմ, քննիչ չեմ։ Այո, ինչ գիտեք, դա եք ասում։ Այո։ Մեկ հարց եւս, եթե գուցե դա կապ չունի, դուք ասիք եղբայրնել է մահացել, ինչ պայմաններում, ինչ գիտեք այդ մասին։ Հիվանդության պայմաններում։ Հիվանդ։ Այո։ Շնորհակալություն։ Պարոնայք, ավելացնելու որույցը տեղեկություն կա։ Շնորհակալ եմ։ Ես կասեմ Տիկին Գայանը հետևյալը, որ համոզված եմ տեղեկություն ունենալով Գագիկ Ծառուկյանի պարկեշտ բարեկեցիկ ընտանիքի համար ես կասեմ, որ այդ վարկածը, որ ասում են, թե իբր երիտասարդի անունը ես չգիտեմ, Արգամ Աբրամյանի կինը, նա այնպիսի բարեպաշտ կինը, այո, բարեպաշտ անձնավորությունը, որ դա բացառվում է, որ նման բան նույնիսկ եղած լինի։ Բայց դուք ձեր հոգում, ձեր գլխում, ձեր մտքում ինչ որ վարկած ունեք, իհարկե դա վարկած է, դա միտք է։ Բացառվում է։ Ինչ որ հիմք կամ պատճառ, որի մասին դուք մտածում եք, այ Սողոմոնին սրա համար սպանեցին։ Ասեմ հետևյալը։ Թեկուզ առանց հիմք, պարզապես ձեր մենք որպես մարդ մեզ մոտ շատ են առաջանում այսպիսի հարցեր, ինչու այդպես, ինչու այսպես։ Ուրեմն Աստվածաշունչ մատյանում այսպիսի մի հետաքրքիր տող կա գրված երկրորդ օրինացգրքում 29 գլուխ 29 խոսք։ Ասում է հայտնի բաները կվերաբերվեն մեզ, մարդկանց եւ իրենց որդիներին։ Բայց ծածուկ բաները միայն Աստծուն կվերաբերվեն։ Այսինքն բաներ կա, որ Աստված ծածկել է, եւ դա ծածկված է։ Ոչ մեկ էլ չի կարող։ Ես չգիտեմ ինչու։ Իրոք չգիտեմ ինչու։ Ես գալիս էի եւ ուրախ էի եղբայրների հետ հանդիպելու, ուրախ էի Սողոմոնի հետ հանդիպելու։ Բայց եկա մասնակցեցի թաղմանը։ Ցավոք սրտի։ Պարոն Հովհաննիսյանը որ ասում է, դա այդպես է։ Ես նման թաղում
երբևիցե շատ եմ եղել հողարկավորումների հրաժեշտի, բայց այդ հրաժեշտի օրը, որ եկել էին Սողոմոնին հրաժեշտ տալու, ես նման բազմություն երբևիցե ոչ միտեղ, ոչ մի երկրում, շատ երկրներում եմ եղել, ոչ միտեղ չեմ տեսել։ Այսինքն հեղինակությունը բարձր էր։ Սերն էր շատ։ Այսինքն իրեն սիրողներն էին շատ։ Իսկ նա բանեցնում էր իշխանությունը, իր սերը վերածում էր իշխանության, ազդեցության։ Ոչ։ Կամքի թելադրանքին։ Ես անկեղծ ասեմ։ Միգուցե մենք երիտասարդ ենք եղել, որ սպասավոր ձեռնադրվել ենք, միգուցե այն առաջի ժամանակները միգուցե դա եղել է մեր մեջ։ Այն որ ասում է правду и ничего кроме правды։ Դա բայց երբ որ հասակ ենք առել, բնավ նման բան չի եղել։ Շնորհակալություն, եթե ձեզ հրավիրեն, դուք կգնաք։ Սիրով։ Մնում եւ անկեղծ ձեր մնացածը կպատմեք։ Մնում է ձեզ հրավիրեն։ Ես եթե արդեն ամփոփում ենք պարոն Հովհաննիսյան։ Ես ասեմ, ես ինչու էի ուզում որպեսզի այս զրույցը լինի, այս քննարկումը տեղի ունենա, նախ առաջի հերթին Սողոմոն Վլասյանը ես չեմ ճանաչել, բայց նրա քարոզները լսել եմ ինտերնետով, նրա խոսքը եւ լինելով հավատացյալ մարդ համոզվել եմ, որ այդ մարդը իսկապես խորը հավատացյալ, այսինքն ասու խոսքը ամենայն խորությամբ ներկայացնող, ընկալող եւ ներկայացնող անձնավորություն էր, հոգեվորական էր եւ նրա գորուստը մեծ է հավատացյալ ժողովրդի համար, անկախ նրանից, թե որ ուղղության են պատկանում, որովհետեւ եթե Աստծուն հավատող մարդը քրիստոնյա քարոզիչ է տեսնում, անկախ նրանից, թե որ ուղղությունն է ինքը ներկայացնում, եթե տեսնում է եւ աչքերում կարդում է դա անցասան եւ անմնացորդ նվիրվածություն Աստծուն, չի կարող նրա նկատմամբ հարգանք չտածել եւ այս մարդու հիշատակը փորձում են պախարակել։ Սա էր այն համար առաջի դրդապատճառը, որ ես առաջարկեցի նախ ձեր համաձայնությունը ստացա, հետո նոր խնդրեցի, որպեսզի Տեր Ռոբերտը մասնակցի եւ իր խոսքը ասի լավ ընկերը։ Եթե ինչ-որ մի բանով կարողացել ենք օգտակար լինել գործի նախ առաջի հերթին Սողոմոն Վլասյանի հիշատակը ուրեմն պետք է սրբորեն հարգել։ Սա է, իսկ նրանք ովքեր քար են գցում նրա հիշատակի վրա, իհարկե մեծ մեղք են գործում եւ մենք պետք է ժամշուտ կարողանանք նրանց ձեռքը բռնել, որովհետեւ դա անթույլատրելի է։ Հա, որպեսզի արդարացնեն, բացի այդ, դա երկրորդ, բացի այդ ես ինչու էի ուզում, որ այս քննարկումը լինի, որպեսզի մենք պաշտպանենք մեր հայ կանանց, դա մեր համար սրբությունը, հայ տղամարդու համար, հայ կնոջ ինձ համար, հայ կնոջ արժանապատվությունը սրբություն է։ Ես գիտեմ, ուրեմն անձնապես չեմ շփվել, բայց ես շատ մարդկանց հետ եմ շփվում եւ գիտեմ Ջավահիրի եւ նրա դուստր Էմայի ուրեմն առաքինի լինել։ Եվ նրանց առաքինության մասին գիտի յուրաքանչյուր հայ մարդ, ով ապրում է այս երկրում, որովհետեւ մենք փոքր ժողովուրդ ենք, բոլորը բոլորի մասին գիտեն։ Եվ այստեղ փորձ արվում, ըստ որում ամենասարսափելին է նա, որ փորձ արվում քար գցել նրանց կանացի արժանապատվության վրա, նրանց առաքինությունը կասկածի տակ դնել եւ դրանով իսկ նաեւ վիրավորվում է մեր հավատքը, ինչու, որովհետեւ մարդիկ բացառում են, որ կինը կարող է գնա տղամարդու հետևից, ոչ թե որպես տղամարդու, այլ որպես
հոգու հետևից, այսինքն մարմինը չի կարևոր, այսինքն մարդիկ բացի մարմինը ուրիշ ոչինչ չեն տեսնում էլ։ Սա է։ Այո, կան հոգևոր արժեքներ, Այսինքն հոգևոր արժեքներ, որոնք մարդկանց տոգորում են, որպեսզի մեկը մյուսին նվիրվի, նվիրման հիմքն էլ հոգևոր արժեքներն են։ Եթե ուշադրություն դարձրեցիք, Ռոբերտը օգտագործեց Ջավահիրի մասին քույր արտահայտություն, այսինքն նա այդ հավատքի հետևորդ էր Ջավահիրը եւ այդ հավատքի հետևորդ էր նաեւ Էման, դրա համար էին նրանք այդ քարոզներին ուրեմն ներկա լինում, դրա համար էին նրանք նվիրատվություններ անում եւ տեսեք այն մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք բարերար են, այդպես են ներկայանում, չէ՞։ Հովիկ Աբրամյան ներկայանում է որպես նաև բարերար մարդ, որը բարեգործություններ անում, բոլոր այս օլիգարխները հիմա տեսեք իրենց կանանց մեղադրում են կամ կամ կանանց կամ հարցներին մեղադրում են, որ նրանք նվիրատվություններ են անում, այո, նվիրատվություններ են արել, այո, դա եղել է իրենց կամքով եւ դրա իրավունքը ունեն եւ հոգեվորականը չի կարող մերժել, որտեղ այդ նվիրատվությունը ոչ թե Իրան են անում, այլ անում են եկեղեցուն, անում են Աստծուն այդ նվիրատվություն, մենք ուրիշ թեմա ենք բարձրացնում, կարելի է նաև չարաշահել դա։ Սա հոգևոր չէ, չարաշահել չէ, հասկանում եք, եթե մարդուն ուզում են, վայ են տղամարդուն, որը պատասխանատվությունից ազատվելու համար կամ սեփական արարքի պատժաչափը նվազեցնելու համար հարվածի տակ կդնի իր կնոջ, իր հարսի, իր ուրեմն սա արժանապատվությունը, առաքինությունը, մանավանդ եթե այդ կինը, այդ հարսը հավատացյալ են, Աստծուն են հավատում, իրենց համար, իրենց արժանապատվությունը, իրենց մաքրությունը շատ կարևոր է, որովհետև Աստծուն են հավատում եւ պետք է Աստծու առջև մաքուր լինեն եւ իրենց այդ մաքրությունը փորձում է կասկածի տակ դնելով իր ամուսինը, իր աները, սա սարսափելի է։ Սա վարկած չի, հնչող վարկածներ։ Մամուլում հնչող ինչ-որ մեկնաբանություններ են, որոնք չեն հերկվում այն մարդկանց կողմից, ում օգտին պետք է որ դրանք ծառայեն, ինչպես այդ վարկածների առաջ քաշողներն են մտածում, չէ՞։ Եվ սա այն հանգամանքն է, որը մեզ նաև մենք այսօր փորձում ենք ինչ անենք, մենք այսօր փորձում ենք պաշտպանել Սողոմոն Վլասյանի ուրեմն պատիվը, հիշատակը, որ նա եղել է իսկապես հավատարիմ իր առաքելությանը որպես Աստծո սպասավոր, եկեղեցու սպասավոր, ավետարանի սպասավոր, մենք ուզում ենք պաշտպանել մեր հայ կանանց արժանապատվությունը, որ նրանք մաքուր են իրենց խղճի առջև, որ նրանք առաքինի կանայք են, խոսքը Ջավահիրի եւ Էմայի մասին է, մենք նրանց արժանապատվություն ենք պաշտպանում եւ թույլ չպետք է տանք որպես հայ տղամարդ, ես ասում եմ, ես իսկապես ցավում եմ, մեծ ցավով, որտեղ ես շատ լավ բաներ եմ լսել այդ կանանց մասին, Ծառուկյանների ընտանիքի կանացի մասը Գյուրեղյա է, տղամարդկանց մասը թողենք Պարոն Հովհաննիսյան, հույս ունենանք, որ անաչառ հետաքննություն կլինի եւ դատական համատեքստերի համար, բայց նորից եմ ասում, այս երկու բանը եւ իհարկե երրորդը, որ շատ կարեւոր է, այս քննարկման ընթացքում մենք դրա վրա նույնպես շեշտ դրեցինք, որ մեր հայ առաքելական եկեղեցին որպես եկեղեցի, որպես գերագույն արժեք մեզ համար, հայազի համար, մենք ես որպես հայ առաքելական եկեղեցու սպասավոր փորձում եմ նաև այս ընթացքում, այս տարիների ընթացքում փորձել եմ նաև մեր հայ առաքելական եկեղեցուն պաշտպանել, ցույց տալով, որ մենք
հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներս, որտեղ հայ առաքելական եկեղեցի դա ոչ միայն քահանաներն են, այլ հավատացյալ ժողովուրդն է։ Շնորհակալ եմ, պարոն Ուրեմն նախանձախնդիրենք, պահանջատերենք, որպեսզի այս գործը իրավապահ մարմինները բացահայտեն բոլոր ցալքերով եւ որպեսզի մեղավորները կանգնեն պատժի առջև։ Շնորհակալություն։ Պարոն Երվանձյան, ասելիք ունեք ավելի։ Ես ուղղակի իմանալով, որ հանրությունը լսում է ինձ, նաև մեր եղբայրությունն է լսում։ Ես կուզենամ հետևյալն ասեմ, որ ինչպես առաքյալը գործ կառաքելոց թղթում ասում է, որ չկա մեկ ուրիշ անուն երկնքի տակ, որով լինի փրկություն, եւ մենք գիտենք ում ենք հավատացել, եւ կուզեմ ասեմ, որ Սողոմոնի մահվան այս առիթը թող չանդրադառնա ժողովրդի վրա, ինչպես տառապանք, որ բայց լինի ժողովրդին նաև մխիթարանք, քանի որ կարևոր չի, թե մարդու կյանքի սկիզբը ինչպիսին է, կարևորը երբ որ ավարտն է պսակվում հավիտենական ուրախության պսակով։ Ես սրա համար եմ ուրախ, որ իմ ընկերը, իմ եղբայրը Աստծո հետ խաղաղություն ուներ։ Եվ ուզում եմ բոլորին ասեմ հետևյալը, որ ունեցեք Աստծո հետ խաղաղություն, եղեք առողջ։ Ամեն։ Ամեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, շնորհակալություն պարոն Երվանձյան, շնորհակալություն պարոն Հովհաննիսյան։ Հույս ունենանք, այո, որպեսզի որ անաչառ հետաքննություն կլինի եւ հետեւողական եւ ճշմարտությունը կպարզվի, սպանության հետ կապված հանգամանքները կպարզվեն։ Մենք երևի թե որոշ ժամանակ հետո մեկ անգամ եւս եթե առիթ լինի, եւս կհանդիպենք, տեսնենք որ փուլում է գործը։ Իսկ այժմ հրաժեշտ ենք տալիս։ Շնորհակալություն։ 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 Զուր ծավալում էի ես Գայանե Առաքելյանց։ Բարի։